Հարգելի հայրենակիցներ, հարգելի ներկաններ, հարգարժան նախագահող, նախ երախտիկս եմ հայտնում այս խորագրով խորհրդարանական լսումներ նախաձեռնելու համար։ Անկասկած, սա այն գործիքակազմերից է, որի միջոցով խորհրդարանական ընդդիմությունը կարող է հասարակության ուշադրությունը հրավիրել այնպիսի օրակարգային հարցերի վրա, ինչպիսին քաղբանտարկյալների հիմնահարցն է։ Մեր երկրում ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, երբ մեկ քաղաքական ուժը ունի խորհրդարանում, ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն։ Եվ այս մեկ ուժն է ձևավորել կառավարությունը, ձևավորել բարձրագույն դատական խորհուրդը, սահմանադրական դատարանը, նշանակել մեր երկրի իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ու զուգահեռաբար ունենք նաև իրականություն, երբ իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվում եւ ազատվում են WhatsApp-ային գրագրությամբ։ Այսօր քաղաքական ընդդիմախոսները պետական մարմիններում արձանագրում ենք, որ կառավարվում են մեկ միասնական օրգանիզմի համակարգվածությամբ։ Ընդհանրապես, ով է քաղբանտարկյալը։ Թեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը իր 1900-րդ բանաձևով տվել է հստակ հասկացություն 5 բաղադրիչներով, փորձեմ ինքս ավելի հանրամատչելի բացատրել, Քաղաքական բանտարկյալը դա մարդ է, ով իր կատարած, ավելի ճշգրիտ չկատարած գործողության համար հայտնվել է անազատության մեջ կամ կրում է այնպիսի ծանր հետևանքներ, որոնք չէր կրի, եթե չունենար օրվա իշխանությանը ընդդիմացող քաղաքական հայացքներ։ Օրինակ, կալանավորված է, որովհետև քննադատել է իշխանությանը, ինչպես իմ նեմնիմի փոդքասթավարներ, մեր ընկերներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Բայց ի հեճուկս այս իրավիճակի մարդասպանները կամ սպանության մեջ մեղադրվող անձինք կրում են ավելի մեղմ պատժամիջոցներ։ Հետևաբար արձանագրում ենք, որ այսօր խափանման միջոցներից ամենածանրը կալանքը վեր է ածվել պատժիչ մահակի ընդդիմախոսների նկատմամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ քաղբանտարկյալներ, բայց այսօրով մենք չպետք է առաջնորդվենք։ Մեր քաղբանտարկյալները հարյուրյակի են հասնում, մինչդեռ գործ ունենք մի ուժի հետ, որը եկել էր ժողովրդավարության արժեքների դրոշով։ Նրանցից ոմանք արդարացվել են, ոմանց գործերը կարճվել են, ոմանց գործերը դեռ քննվում են, բայց երբ իշխանությունը միջամտում եւ կասեցնում է մարդու գործող հիմնարար իրավունքը, դա պետք է լինի հետևանքային։ Քաղբանտարկյալները հայրեր են, որդիներ, եղբայրներ, քույրեր, գործարար, այգեպան, բժիշկ, իրավաբան, մարդիկ, ովքեր չեն վարանել, բարձրաձայնել ու գործել հանունի, ու կրել են հետևանքներ, բայց պատժիչ հետևանքները միայնակ չեն կրել են իրենց մերձավորների հետ միասին։ Այսօր Հայաստանում քաղբանտարկյալներ են հոգևորականները, իդեմ Բագրատ, Միքայել եւ Մկրտիչ Սրբազան հայրերի, ովքեր չընդունեցին անընդունելին։ Հերթական աննախադեպը գրանցվեց վերջին շրջանում, երբ կիրակի օրը նույն ժամին առավոտյան ժամը 9-ին շուրջ 2 տասնյակ հոգևորականներ հրավիրվեցին հարցաքննության մեկ նպատակով՝ սուրբ պատարագների բնականոն ընթացքը խարխլելու, քաղաքական օրակարգը սպասարկելու միտումով։ Այսօր քաղբանտարկյալներ են գործարարները։ Իդեմս մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի, ով եւս թույլ չտվեց անցնել անանցնելին, կանգնեց ի թիկունք հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ իպա հայի ինքնության։ Վերջինս եւս ավելի քան արդեն 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելով հանդերձ, դեռևս չենք ստացել հոդաբաշխ բացատրություն, որը կգտնվեր նրա ապօրինի կալանավորման հիմքով։ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, բայց նրա ազատության հետևանքները դեռ թիրախավորվում են այսօրվա իշխանության կողմից, եւ յուրաքանչյուր նոր բնագավառ, նոր առաջադրված մեղադրանք ի հայտ են դարձնում նախկինում չբացահայտված ու չբարձրաձայնված բարեգործություն։ Այսօր մենք ազգային ժողովում ենք եւ պետք է ամոթալի արձանագրել, որ քաղբանտարկյալ է խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում պատգամավորը, աննահանջ Արթուր Սարգսյանը,
Ու ի վերջո այսօր քաղբանտարկյալ է Լիդիա Մանթաշյանը, ով կրում է ամենածանր հետևանքները, ով գտնվում է կալանքի ներքո եւ ով ունի միակն է 18 արդարների գործով, ով ունի տեսակցությունների արգելք։ Այս ամենը նորմալ չէ, բնականon չէ, իրավական չէ։ Մենք պարտավոր ենք կատարվելիքը հասցնելու միջազգային ատյաններին, որովհետև այս ամենի ակունքում իրենց ստեղծման ու կայացման հիմնարար արժեքներն են։ Ու պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում, որը Երևանում էր կայանում, պատգամավոր Ամորին իր խոսքում լրջագույն մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իշխանության միջամտությունների վերաբերյալ եւ ասաց, որ իրենք հետեւողականություն են դրսեւորում ու այս միջամտությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Այսօր պետք է արձանագրենք, որ արդարադատությունը երբեք չպետք է վերածվի քաղաքականության զենքի։ Դեռ քննվում են Հայաստանում քաղբանտարկյալների գործերը։ Առջևում մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ են ներկայացվելու եւ նախադեպային պրակտիկան գալիս է հուշելու, որ բնականաբար հետևանքներ ու արձանագրումներ լինելու են, սակայն այդ հետևանքները կրելու ենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ու այդ հետևանքների արդյունքում չեն վերականգնվելու մարդկանց կորուստներն ու անփոխհատուցելի են լինելու նրանց իրավունքների խախտումները։ Այսօր ես լիահույս եմ, որ խորհրդարանական լսումներում մենակ չենք ինքնաարտահայտվելու, այս քննարկման արդյունքում նոր մեխանիզմներ կմեկնարկենք ու կձեռնարկենք ու պետք է կատարենք ամփոփիչ արձանագրումը։ Մենք ունենք սահմանադրություն, բայց կտրուկ նահանջել է մեր սահմանադրական մշակույթը։ Մենք ունենք պարլամենտ, բայց չունենք պարլամենտարիզմ։ Մենք ունենք իշխանությունների տարանջատում, բայց իշխանությունների ճյուղերը այլևս միահյուսված են։ Եվ մեր նպատակը պետք է լինի վերադարձ առ իրավական պետության ծիր։ Շնորհակալ եմ։